Այրթով վրկու խաղաղությունդ կա և ամեն սրդի դիրը հիմա։ Երթուն աշակերտներուդ միջև գանքնեցար և ըստիր խաղաղություն ցեզի և իրենց պայմանները լրեցին, իրենց դժվարությունը գարձես չքվեցավ, չգար, որովհետև քու ներկայությունդ եկավ։ Եվ մենք այսօր քու ներկայությանդ մեջ կգանքնենք և կլսենք քու հոգիիդ խաղաղությունը, որ կխոսես մեր հոգիին խաղաղություն քեզի։ Այսօր եկուր մտիր Հիսուսի հանգիստը, մտիր այդ դեղը, որ միան կարելի է հանձնվելով մտնել։ Եբրայեցիներուն գիրքը մեզի գսե 4-րդ գլուխի մեջ, որ չանացեք ամեն չան կրեք, որ ոչ մեկը դուրս մնա այդ հանգիստեն։ Մտիր այդ հանգիստը, քեզի համար է այդ հանգիստը։ Այդ հանգիստը դեղը չէ, այդ հանգիստը երկիրը չէ, այդ հանգիստը Քրիստոսի անձն է։ Մտիր այդ ներկայության մեջ, անձդ հանձնե իր ներկայության, վստահի իր ներկայության։ Եվ նաև որ այդ ներկայությունը քեզի ինչ կխոսի, այդ ներկայության բարերը ինչ են քու սրտիդ մեջ։ Եվ Հիսուսի ներկայությունը անպայման խոսելիք ունի քեզի։ Ամենալավ օրը տալ, որ կգարձես ամեն ինչ լավ է, դու այդ ներկայության շատ պետք ունես, դու այդ խաղաղություն շատ պետք ունես։ Եվ որ կգործընծնենք այդ խաղաղությունը, անիմաստ բաներ գնենք, մեր կյանքը կվնասենք, գորուստի մեջ ենք, մենք գանչված ենք Հիսուսի խաղաղություն և հանգիստը վայելելու, նույնիսկ բادرազմի մեջ, նույնիսկ ցավիտ մեջ, նույնիսկ գորուստի մեջ, որև Տիրոջ ներկայությունը հավատարիմ է։ Ամեն, համեցեք։ Այս արդու կուզեմ ցեզի խոսիլ խիղճին ցայնը լսելու մասին, listening to your conscience։ Այս կարոզը կբարդինք վահանին, որովհետև ինձի գիշերը ընտրիքին ուրբաթ գիշեր հարցուց եւ ամիջապես մեջս այսպես գարձես ներշնչումը արտնցավ, նյութը արտնցավ եւ սկսա մեջս զգալ թե ինչ պիտի խոսիմ եւ խնդալիք է, որովհետև ընտրիքի սեղանը ելել են վերջ իրենսի, որ սի շնորհակալ եմ, որ ինձի քարոզինի տվիր, ինքը պամը չհասկացավ, բայց ես հասկացա։ Ինքը ինձի հարցուց, որ սեղանի գլուխ ես կսիրեմ այդ գիշերվա խոսակցությունները, որ կյանքեն եկած հարցումներ կլան, մանավանդ եւ որ դժվարության հետ կապված հարցումներ են, ինձի հարցուց, որ ինչ ավելի քեշ է, փարգանալ ավելի քեշ է, կամ նախանցիլ ավելի քեշ է, կամ եւ որ նյութ բացվեցավ, թե ինչպես շատ անգամ մենք մեր մեջ գիտենք սխալ բաները, բայց սխալ բաները գսենք եւ գնենք եւ կբացատրի, որ թե ինչպես փարգությունը առանցին քեշպամը չէ, Հիսուս ալ փարգացավ, բայց մենք փարգության մեջ որոշումներ կառնենք, որոնք մարմինեն գլան եւ փարգուտենեն վերջ մեղքի մեջ գինանք եւ նաեւ խոսեցանք թե ինչպես նախանց սկացումին հետևիլը մարդը կդանի ջամփումը մեջ, որոշումներու մեջ եւ խոսեցանք ինչպես սիրտը կսկսի սխալ փափակներ ունենալ, չհսկել իր վիճակին եւ այլևս դեղը երթա, որ պետք չէ երթա։ Եվ այսինքն եւ թե ինչպես սրտի մեջ շատ անգամ մենք checkpoint-ներ ունենք։ Այսինքն դեղեր ունենք, որ գնանք գանք առնել եւ հասկանալ հարցնել, բայց չենք հարցնել, քիշենք, արագ կանցնենք։ Գիտես, օրինակ մեկը որ թուղթերը ճունի սահմանեն պիտի անցնի, եւ որ սահմանին կմոդեն ավելի արագ կանցնի, որովհետեւ checkpoint գար, checkpoint-ին հարցը չէր, բայց ինքը checkpoint-ին անցավ, չէ՞։ Ես գիշեր մեկ անգամ ասի խնդալիք պատմություն մնե, Սուրիային հորտանան պիտի անցնեի գամ, ատանք պամ մգար, եւ ինքս ասած էի, որ բայսակ մունիմ, նայում եթե իրեն security-ին աշխատի կամ ոչ, ուրեմն բայսակ մունեի ցերքի եւ եկանք ամեն ինչով կորձիկները գտնես ապրանքները գտնես այդ ինչ կսեն սկրինինգի կորձիկի մեջ, որ նային, ես ցերքի բայսակ մունեի, ինչպես կսեն ասպանին, որ դետեկտորի մեջ եմ պիտի քալեի, եւ մեջ են անցա, բայսակից ասես զարգի կողմեն անցա, մյուս կողմեն բայսակս անցավ, ես ալանդերեն անցա։ Շատ աբուշություն էր իրականության մեջ, բայց ուզեցի գտնել եթե որ ասոն կհսկեն կամ ոչ։ Եվ բանի մնալ չեն հսկեր եղել։ Բայսակս անցավ, ես ալ մյուս կողմեն ելա, բայսակս արի։ Բայց երգուզեմ, որ checkpoint-ը չէր հարցը, checkpoint-ը լավ բան մներ, պետք էր checkpoint-ը լար, բայց մեկը որ անիրավ ձևով պիտի կործած է, checkpoint-ին գրնա անցնել շատ անգամ։
Սուրբ ոգին մեր կյանքի մեջ շատ checkpoint-ներ գտնե, շատ անգամ գխոսի բաներու մասին, որ մենք գորոշենք չլսել։ Եվ ադիգը շատ անգամ խաղաղություն կգործընծնել գուտա մեր մեջ։ Բաժար գլա, որ մենք խռովություն ունենանք։ Հանկիստ կսկանք բացի է, որ Աստծո առջև գնանք։ Որուն չեմ գիտեր եթե ցեզ եղած է, ինձ եղած է շատ անգամ, ամեն ինչ օքեյ է, եթե Աստծո առջև չես գեցած, մինչև որ աղոթքի բահը կա, քարոզը կա, շնորհքի բահը կա, նյութը կա, որ քեզի թիմացը բիտ տնեք ու սխալից։ Եվ հոն այլևս դու ինչ անհանգիստ կլաս։ Չէ եղած ցեզի, ես ինձի շատ եղած է։ Եվ այդ վիճակները, որ մենք ունենանք, լավ են։ Ադոնք Սուրբ Հոգին ցայնն են մեզի։ Okay, ենք անկանադեմ որ հարցը չգա, մեկը հարցը չբերը, մենք okay ենք, որտեղ մեր խիղճը գրանք բարգեցնել, գրանք լրացնել։ Եվ ուրեմն ուզեմ առաջին դեղը այս համարով սկսել Եփեսացիս 4:30, Ephesians 4:30։ Եվ Սուրբ Հոգին մի դրդմեցնեք, որուն ստացակ եւ որ ծեր մեջ կմնա։ And do not grieve the Holy Spirit of God, whom you were sealed for the day of redemption։ Սուրբ Հոգին քրավական դրվեցավ քեզի, Սուրբ Հոգին քու մեջդ եկավ ապրելու եւ գսե դու մի դրդմեցներ Սուրբ Հոգին։ Ինչպես կդրդմեցնենք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին ասենք մանուկի պես չէ, որ այսպես գներվի, գերտա, այդպես չէ։ Բայց Սուրբ Հոգին անց է։ Մենք շատ անգամ Սուրբ Հոգին գմորնանք, որ անց է։ Հիշենք, կգարձենք, որ ընդհանուր բան է, լավ զորություն մնե։ Մենք գիտենք մեր հավատքի մեջ, որ Սուրբ Հոգին անց է։ Մենք գիտենք, որ Սուրբ Հոգին Աստծո անցն է, բայց գվարվենք իրեն հետ գարձես թե ինքը չլար անց։ Եվ նաև ուրիշ բան մնալ գուզեմ ասել ցեզի այսօր մասին եւ պիտի բացատրեմ ավելի Սաղմոս 14:1 The fool said in his heart there is no God գսե անմիդը եւ ուրիշ բառը որ ոսկը կորզե անզգամը իր սրդի մեջ ասավ թե Աստված չկա։ Ուրեմն Սուրբ Հոգին դրդմեցնել իրականության մեջ գլա անզգամությամբ։ Անզգամություն ինչի։ Անգլերեն բացատրությունը, որ Աստվածաշունչ սերդողները կբացատրեն, կսեն այս բառը նաև կնշանակի անգլերենով morally bankrupt, այսինքն փարոյաբես սնանգացած։ Գնաս երբեք ձանր բառ է։ Քեղեցիկ է նկարագրությունը, բայց շատ ձանր անփաստանություն մնե։ Փարոյաբես սնանգացած։ Այսինքն փարոյական արժեքներն ինգած, փարոյական checkpoint-ները մարած, ինքը գրնա հանգիստ ապրիլ ինքին համար որոշած է Աստված չտեսավ, Աստված չխոսեցավ։ Ուրեմն անսկամ իր սրդին մեջ անմիտ կհաշվվի Աստծո առջև, որտեղ կսեր ինք որոշում արած է, որ Աստված չկա։ Գարձեք շատ անգամ մենք չենք կսեր, թե Աստված չկա, բայց գաբրինք այդպես, որ Աստված չտեսավ, Աստված չխոսեցավ, Աստված չսավ, մադը սխալից վրա չի դրա, ուրեմն բամը չեղավ։ Ադի անսկամության հոգին է, որ խռովություն կբերե, այսինքն անգլերենով ասեմ հագարագություն անգլերենով ինչ պիտի ասեմ սոր խռովություն strife պիտի ասեմ կամ հագարագություն պիտի տնե մարդուն եւ Աստծո հոգիի միջեւ անցյալ շաբաթ տեսանք որ մարմինով քալող միտքը նույնիսկ հավատացյալին մեջ բادرազմի մեջ է Աստծո հետ գսե հագարագ է Աստծո որտեղ չի գրնար հնազանդիլ եւ միշտ իր ուզածը պիտի քաշե միշտ ասկոն պիտի քաշե եւ ուրեմն այդ վիճակները որ մենք գմարենք Սուրբ Հոգին ցայնը անմդության կամ անսկամության վիճակներ են Եվ ինչպես ուրեմն գրնանք դրդմեցնել միան հայույելով չէ, միան կողնալով չէ, միան սուտ խոսելով չէ, ասենք հայտնի մեղքերն են։ Բայց շատ ավելի խորհուրդ գերտա, որովհետև Աստված իրականության մեջ մարդուն հայտնի մեղքերուն մասին չի խոսիր միայն։ Աստված կխոսի սրդի վիճակի մասին։ Անորոշ արագացի մեջ կսե նայե հսկեք ու հսկիտ սրդիդ guard your heart, որովհետև ամեն ինչ որ գնես անդեղեն դուրս կուքա։ Ինչու գսե հսկե, այսինքն հսկե թուն նայե քու սրդիդ Եվ նաև անդեղեն ինչ գլուխ կբարձրացնե, ինչ կելե դուրս։ Հոնդերեն կսկսի ամեն ինչ։ Ուրեմն հոն է որ մենք մեր սիրտը զգայուն պիտի բահենք Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգին դրդմեցնել նաև կնշանակի արհամարել իր սած շատ մեղմ առաջնորդությունը։ Okay։ Ուրեմն ուզեմ նախ քեզ ասել որ առաջին դեղը որ Սուրբ Հոգին գլսես քու խիղճ է։ Շատ անգամ Աստված բատկամով գխոսի, հստակ գլսես կամ գտեսնես տեսիլքով, այս բոլորը կարելի են եւ բոլորը պետք է լան, լավ են։ Բայց առաջին դեղը, որ մեկը գլսե Սուրբ Հոգին ցայնը, իր խիղճի մեջն է։ The first place you hear God's voice is your conscience, որովհետեւ մարդի խիղճով գա աշխարհը։ Շատ անգամ մեկ մարդիկ որ գա աշխարհեն, չեն լսեր
աբաշխարե Հիսուսը ընդունե Սուրբ Հոգին ցայն այսպես ուղագի չեն լսել շատ անգամ մարդիկ գուքան որտեղ գսկան իրենք մեղավոր են գսկան որ պետք ունին նորոգվելու գուքան Աստուծո առջև եւ ադիգա խիղճին ցայնն է չէ ուրեմն Ադամ Եվան սկիզբեն ունեին խիղճին ցայնը the voice of conscience ունեին ինչպես գիտենք որ որոշեցին պատմությունը մեզի գսե Ծննդոց 3 Genesis 3 որ իրենք դեսան նայեցան ծառին նայեցան բդուղին եւ հաջելի երևցավ ծառը desirable հաջելի երևցավ ծառը բդուղը փափակելի երևցավ ուրեմն Եվան որոշում արավ ուրեմն ասի օքեյ Եվան գիտեր Աստծո խոսքը լսած էր Աստծո խոսքը Ադամն ալ լավ գիտեր Աստծո խոսքը բայց Եվային աչքերուն երևցածը ավելի հաջելի երևցավ քան իր Աստծուին խոսածը ուրեմն ինք որոշում արավ հանգիստ որոշում արավ որ ասիգա ինձի հաջելի է ուրեմն շիդագ է Okay աստեղը սերգուզե որ ինքը խիղճի մեջ գրնար լսել Աստծո ցայնը որոշեց խիղճը լրացնել Okay մարդուն մեջ գա միշտ խիղճին ցայնը գրնաս լման մարել գրնաս լման լրացնել ուրեմն շատ անգամ մենք Աստուծո կհարցնենք բաներ որ հարցնելիք բաներ չեն ալ օրինակի համար Եթե օրինակ պիտի դամ, եթե բզդիկներ ինձ հարցնեն, որ գիրագի արդու գրնան, բասկետբոլի խաղի երթա, բարասխանը գսեմ մի հարցներ, գիտես ինչ է։ Գիտես ինչ է բարասխանը, որովհետև սկզբունքի հետ կապված է։ Մի հարցներ ապամը, գնամ երթալ խաղավայր գիրագի արդու, անշուշտ ոչ։ Որովհետև կանոն տրված է։ Գիտես ով եմ, գիտես ինչ պիտի ասեմ քեզի։ Մենք շատ անգամ Աստծո կհարցնենք բաներ, որոնք գիտենք Աստծո խոսքը ինչպես ասած է։ Ուրեմն ասել գուզեմ ցեզի, որ Առաջին դեղի որ գլսես խիղճիդ մեջ, when you hear in your conscience, շատ անգամ պետք չունիս Աստուծո հարցնելու, բամ որ ինքը շատ հստակ խոսած է քեզ։ Եթե իր խոսքի մեջ բամը ասած է, այսպես է, եւ դու գիտես որ ադոր հագարակ բամը պիտի անես, մի աղոթեր որ Աստված օքեյ դարձնի այդ մեկը։ Օքեյ պիտի չդառնա այդ մեկը Աստուծո հետ։ Օրինակ մտամ քեզ, եթե սուտ պիտի խոսիս որ բամը առնես, կամ պիտի քողնաս որ բամը առնես, կամ պիտի խապես որ բամը առնես, գառնաս հավատալ, եթե լսես որ օքեյ է դու իմ դղաս ես ես քեզի պիտի օրնեմ քնա կողծիր այդ ցայնը եթե լսես գրնաս Սուրբ Հոգին լալ այդ մեկը ոչ որովհետև հստակ Աստված խոսած է որ այդ մեկը ինք ճուզեր ուրեմն դու այդ բանի մեջ իրեն հարցնելու պետք չունիս եթե պիտի հարցնես զորություն խնդրե որ ադոր թեմ տնես օքեյ ուրեմն մենք շատ անգամ օքեյ գտարցնենք մեր մեջ բաներ որովհետև մենք ուզեցինք Եվան իր մեջ օքեյ դարձուց բամը որովհետև ինքը իր աչքին իր սրդի մեջ Դեսածը հաջելի էր իրեն համար։ Ուրեմն առաջին դեղը գլսես Աստծոյանը խիղճիդ մեջ։ Եվ գուզեմ այս մեկը միասին գարտանք Երեմիա 31, որովհետեւ հասկանանք թե Աստված նոր ուխտին մեջ ինչպես մեզ գարաչնորդ է, how does God guide you in the new covenant։ Երեմիայի մեջ գսե այս է այն ուխտը, որ պիտի գնքեմ Իսրայելի ժողովրդի մեջ այդ ժամանակ գսե դերը։ Իմ օրենքս պիտի տնեմ իրենց մտքերուն մեջ։ Ուրեմն դու եւ որ միտքով պիտի խորիս միտք։ Ու միտքդ նոր ուխտին մեջ պիտի խորի մտածե Աստուծո ցևով։ Your mind will think according to his ways։ Գսե միտքիդ մեջ գրված պիտի ունենաս encrypted, պիտի գրված լա Հիսուսին ուզածը։ Եվ քու միտքը տալ պիտի փորձեք ես իմից կոմ դանել, բայց դու միշտ պիտի քիտնաս քու մեջ իր ուզածը։ Գնաս լրացնել, բայց միշտ պիտի քիտնաս։ Հասկացաք։ Եվ նաև գսե որ and write it on their hearts, պիտի քրեմ իրենց սրդի մեջ։ Այսինքն մեկը եթե երթա ներսը, պիտի դեսնե հոն, որ ինչ կա։ Ասի համարները կոց գիտնալու մասին չէ։ This is not about knowing the verses by heart։ Ասի քու հոգիդ մեջ խոսք ընդունելու հետ գաբ ունի։ Եթե խոսք ընդունած ես դու հոն միշտ կրնաս դեսնել, թե ինչ կսե Աստծո հոգին քեզի։ I will be their God, they will be my people։ Իրենք պիտի լան իմ ժողովուրդս, ես իրենց Աստվածը պիտի լամ ոչ ոք պիտի սորվեցնե իր դրացին, կամ ասե ուրիշին, դերը ջանցցիր, որովհետև փոքրեն մինչև մեծը փոլորնալ, զիս պիտի ջանցան։ Ուրեմն հոսքը հասկանանք, որ Սուրբ Հոգիով դու քրված ունիս Աստուծո օրենքը քու սիրտիդ մեջ։ Այն կանադեմ, որ դու Աստծո զավակ ես, ամբողջ package-ը, ամբողջ խոսքը, ամբողջ հարստությունը խոսքին մեջդ քրված է։ Խոսքը գարտալով ավելի գիմանաս, բայց արդեն մեջդ ունիս։ Եթե դու Հիսուսին այոսիր, եթե դու աբաշխարեցիր, արդեն Աստծո օրենքը քու մեջդ ունիս։ Եթե հովիվ ես, կամ նոր հավատացյալ ես։ Բոլորը իրենց մեջ կսե բզդիկեն մինչև մեծը ունին Աստծո օրենքը իրենց մեջ։
ուրեմն հաջողիլը շատ քիտնալու հետ գաբված բան չէր։ Հաջողիլը ներսս թրված օրենքին հնազանդելու հետ գաբված բան է։ Ամեն։ Okay։ Ուրեմն խիղճին քննությունը, conscience test։ Այս թեստը լավ է որ մենք միշտ ունենք, որովհետև եւ որ մենք չնենք այդ մեկը, checkpoint-ներեն կնմանենք այդ ինչպես այդ գարկը օթոն checkpoint-ը գանցնի, գարձես checkpoint չգար, եւ միշտ գոմ գանցնի, բայց ոչ թե որովհետև checkpoint չգար, բայց որովհետև ինքը չտեսավ checkpoint-ը, կամ որոշեց չտեսնել։ Ուզեմ Բողոսին բարերով ցեզի գարտալ, թե ինչպես Բողոս այդ թեստը գանցնի, առաջին Կորինթացիս 4 1 Corinthians 4 Անգլերենով նախ կարդամ I care very little if I am judged by you or any human court indeed I do not even judge myself Գսե այս բարերով ուստի ինձ համար փնավ նշանակություն չունի թե դուք ինչպես կթադեք զիս կամ մարդիկ ինչպես պիտի թադեն ես ինքս ալ չեմ թադել հա Բողոս գսե որ եթե ես շիդագի մեջն եմ եթե ես Աստուծո հետ գկալեմ իմ վերջին հոգս է մարդիկ ինչ կմտածեն եւ մենք պետք է այդպես ապրենք Իմ վերջին հոգս է մարդիկ ինչ կմտածեն իմ մասից, եթե ես գիտեմ, որ Աստուծո հետ կքալեմ։ Բայց ուրիշ բան մնալ գսե, նույնիսկ ես ինքս չեմ թադեր։ Ոսկ կարևոր բան գսե։ Մենք շատ անգամ խղճահարություն ունենանք, guilty conscience, շատ անգամ մեր խիղճը ուրիշ ձևով գաշխատի, ինքս գոդրելու գաշխատի։ Տուն անմիտ ես, տուն անպետք ես, նորեն ըրիր, ասի չէ Տուն լավ ծառաչես Աստուծո, տուն լավ զավակչես Աստուծո, այս բարերը գսե Բողոս ես ասի չեմ մներ։ Բայց Բողոս գսե ուրիշ բանը, ուրիշ ցևով ինքս թադաստան ենք անցնել։ Գսե ես Աստուծո հանցնած եմ իմացս, եւ նայեցեք ինչ գսե, My conscience is clear, but that does not make me innocent, it is the Lord who judges me։ Հայերենով գսե խիղճս հանդարտ է, ինչ գեղեցիկ բառ է, հանգիստ է, խիղճս։ Երբեք Աստծո արչև գնաս եւ խիղճդ միշտ հանգիստ է։ Շատ գեղեցիկ զգացում է։ Բայց ադով չեմ արդարանար բնավ, գրնալալ ես չիմացա, գրնալալ բարգած էր խիղճս, ես բաներ կան չեմ գիտեր, վստահ գանասանք բաներ, նույնիսկ եւ որ ես հանգիստ կսկամ։ Բայց կարևոր է գսե, որ ես հանգիստ կսկամ։ Այսինքն ես Աստծո խոսքը որ ընդունած եմ մեջս, կարևոր է ադոր թեմ չեմ, it is important I do not violate my conscience։ Շատ առաջին դեղս իցես, որ գլսենք Չեմ արդարանար ադով հարգավ, որովհետև դերն է որ զիս կթադի, ինքը հանցնած է թադաստանը Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին իմ մեջս պիտի թադեին կորձերս։ Սուրբ Հոգին իմ մեջս պիտի հայտնե ինձի։ Այս ջամփան կամ ոչ այս ջամփան։ Եվ որ Վահան ինձ կհարցներ կբացատրեի իրեն որ եւ որ ելնենք Աստուծո առջև, նույնիսկ եւ որ փրկվինք, նույնիսկ եթե ասենք մեկը ապաշխարեց փրկվեցավ։ Ոչ բոլորը ոսկի պես դուրս պիտի կան։ Շատերը այրած փայդի պես դուրս պիտի կան։ Աստվածաշունչը մեզի գսե, որ Հիսուսը ընդունելով մենք բոլորս կփրկվենք։ Ամեն։ Ուսան բոլոր կընդունիկ այս մեկը։ Ամեն։ Բայց գսե, մեր կորձերը բոլորին դիմաց Աստուծո առջև գրագեն պիտի անցնին։ Եվ գսե շատ մարդոց կորձերը փայդի պես պիտի ելան։ Փայդի պես, որ արժեք չունի։ Եվ գսե այդ փայդի, այդ գրագեն անցած կորձը պիտի հայտնե, it will reveal the quality of your works։ Պիտի ցույց տա որակը քո կորձերուց։ Եվ գսե եթե փայդ է, պիտի այրի եւ ոչնչություն պիտի ելա։ Իսկ եթե ոսկի է, պիտի ցույց տա, որ ինքը քեղեցիկ է, ինքը մաքուր է, փայլուն է։ Օրինակ, գսե այդ անձը, որ փայդե դեսա կորձերը ռած է, գսե ինքը թեպետ պիտի փրկվի, although he will be saved, բայց գարձես փոցերուն մեջ են ազատած պիտի ելա, հազիվ։ It will be as if he barely escaped the flames of fire։ Ես չեմ ուզեր այդպես լալ։ Չեմ ուզեր այդպես լալ։ Եվ ադոր համար այսօր մեզի խիղճը դված է։ Ադոր համար այսօր մեզի հնազանդություն դված է։ Ամենամեծ նվերը, բարգևը, որ Աստված մեզի դված է ժամանակն է։ Ասիլոնին ինձ գարցներ շաբթվան ընթացքին, որ հրեշտակներու մասին կխոսեինք եւ ինչու հրեշտակը իդ չդարձավ, ինչու հրեշտակը եւ որ մեղ կորձեց որոշում արավ, ինչու իդ չգավ, կամ ինչու Աստված իրեն չսավ որ ապաշխարե։ Հրեշտակները ժամանակներեն դուրս կաբրին։ Իրենց որոշումները հավիտենական են, their existential and eternal choices, the angelic choices։ Բայց մարդը ժամանակի մեջ կաբրի։ Եվ ամենալավ նվերը որ քթուն ունի ժամանակն է։ Այսօրվա սխալը գրնաս ադգի մեկ վարյան վերջ ապաշխարե։
Հիմա արած մեղքդ գնաս հիմա Աստծո առջև բերել։ Ինչ գեղեցիկ բան է ժամանակը։ Որտեվ ժամանակի մեջ դու գրնաս սկայուն դառնալ Աստծո, ժամանակի մեջ ջանչնալ սխալմը, ժամանակի մեջ վազել Հիսուսին եւ ժամանակի մեջ լեցվիլ Սուրբ Հոգիով։ Չեմ գիտեր քեզ իդ ինչպես կսկացնի, բայց ինձ շատ գեղեցիկ ցևով կքաչալեր է այս մեկը, որտեվ ես գիտեմ, որ Սուրբ Հոգիին ցայնը լսելը խաղաղություն կբերի։ Ամեն։ Շատ անգամ Աստծո քալեն վերջ գսկան գարձես մեր հարցերը շատցան։ Հանկիստ է առաջ, բամը չէի գիտնար, օքեյ էր ամեն ինչ, հիմա գարձես թե մեկ ինձ գսե ինչ կնեմ, ինչ պետք չեմ եւ ասիկա խանգար է։ Եվ ասիկա իրականություն մնե, գիտես ինչ համար, որովհետեւ առաջ հոգեվորապես մեռած էիր, you were spiritually dead։ Բայց հիմա որ հոգեվորապես արթուն ես, spiritually alive, Սուրբ Հոգի մեջ պիտի խոսի։ Գնաս mute-նել, գնաս silent mode-նել հեռացայինը, չէ՞։ Մենք վիկենին է որ զանգենք, միշտ 20 անգամ պետք է զանգենք, չի գիտնար։ Ոչ թե մասնավոր գնե, բայց հեռացային ունի, բայց չենք գիտեր ինչու դված ենք հեռացային, չի գիտնար հեռացային ասենք։ Գսենք ինչու դվինք աս հեռացայինը, որ եւ որ դունը լայն դուրս լսես մեզի։ Չէ՞։ Մասնավոր չներվիկեն։ Բայց մորցած գլա։ Մենք շատ անգամ հեռացայինը գունենանք, Սուրբ Հոգին գզարնե եւ չենք լսել հեռացայինը, չէ՞։ Սուրբ Հոգին այդպես քիչ չի գախել, չի ներվիր մեզ մե։ Բայց Սուրբ Հոգին օրեն կփորձի վաղը զանգել, մյուս օրը զանգել, մյուս օրը զանգել, մյուս օրը զանգել, մինչև որ լսենք, ուր ես։ Ինչ է աս վիճակը։ Իդի չկաս խոսիս հետս մեկ վարյան։ Չես դեր գիտնալ ինչ կմտածեմ ասոր մասին։ Ամեն։ Ուրեմն Եբրայեցիս 12, Hebrews 12։ Այս համարը մեկը չի սիրեր, բայց ես շատ կսիրեմ։ Okay։ Որտյագս մի արհամարեր դիրոջ խրադը, do not make light of the Lord's discipline. As ignore միներ, մի արհամարեր, դերը խոսեցավ գեցիր, մդի գրե, սավ քեզի, քիրջիտ մեջ փամը լսեցիր, արտնցիր մեկալ, անսկամ միլար։ Ասից էզի չեմ ասել ինքս գիսակս։ Okay։ Եվ մի վհադիր երբ քեզ հանդիման է, մի գոդրվիր, եւ որ քեզ դերը քեզ հանդիման է, do not lose heart when he rebukes you։ Երկու բան գսե։ Աներես միլար, անսկամ միլար գսե, մի արհամարեր իր խոսածը, միս կողմենալ սխալ մի ընդունիր դիրոջ խրադը։ Do not lose heart, մի գոդրվիր, մերժված մի սկար, որովհետեւ եթե դերը քեզ իդ գխոսի ցելե գսիրե քեզ։ Եթե դերը քեզ գհանդիման է, սելի պրև զավակ կընդունի քեզ։ Որ մեկ հայրը գսե, իր զավակը չի հանդիմաներ։ Ասել արդեն չի սիրեր, արդեն գործընծուցած է, արդեն մորցած է։ Եթե հայրը կամ մայրը ջիկ կնե, չանք կնե, որ հանդիմանե խոսի, ասել է հույսը չէ գդրած աս զավակեն։ Ասել է փեր գշալգե, մաքուր հայրենով դերդ գնե, չէ՞։ Ասել է որ գմդահոգվիր զավակին համար։ Եթե հայրը քեզի հետ գխոսի, ասել է որ հայրը հույս ունի, որ դու կփոխվես։ Ուրեմն թեգսի անսկամ միլար մի արհամարեր, դիալ գսե մի գոդրվի, սխալ մի ընդունիր որ դերը քեզի հետ խոսի, որև դերը եթե գխոսի, ասել է հույս ունի քո վրա։ Ասել է գսիրե քեզ։ Ձեզ բադմությունը բադմած եմ, բայց մի քանին գրնան չգիտնալ, ես գիշեմ սխալ ընթացք մղարգյանքիս մեջ եւ աղոթքի ժամանակ լսեցի դերը ինձ գսե վավաշոտ միլար, մեկ այս բարը չի գիտեր, ով գիտե այս բարը, եթե դու շատ գարտացած ես, համալսարան շատ գարտացած ես, ուրիշ մեկը չի գիտեր այս բարը, որը մեկը չի խոսիր այս բարը, դու տունալ գիտես, տունալ համալսարան կացել ես, եղավ, ուրեմն վավաշոտը ասել է մեղք սիրող, okay, lover of sin։ Ես չի գիտեր ասպարը, okay։ Եվ օրենք Սուրբ Գիրքի մեջ կոնի արմդահայերեն գարտացած ժամանակ օրմա այս բարը չի դեսած, չի դեսած։ Եվ ինչ եսավ, եւ ես քրեցի, եւ ինտերնետ բացի, կացի նայրի եւ նայեցա վավաշոտ ինչ ասել է մեղք սիրող։ Քրեցի եւ այդքան հանգիստ եմ խիղճս, որ կացի բադվել ինքով, ասի որ այսպես աղոթած ժամանակս դեր ինչ եսավ վավաշոտ միելար։ Ինչու համար։ Սխալ մարդուն հարցուցիր հարցումը, որովհետև անպայման դուրս պիտի ելե բամը։ Ասա որ ընդհանրապես դեր այդպես բամը չի խոսիր, բացի եթե ուզեք ես արտնցնել հարցի մեջ։ Այդպես բամը գա։ Բամ երավոս, չէ։ The Lord doesn't say those words unless he explicitly wants to awaken you in an issue. Is there such a thing? Ես իրեն նայեցա եւ առաջին եւ վերջին անգամ դալով իրեն սուտ խոսեցա, չէ։ Որովհետև ըսա ժամանակս անմիջապես աչքիս արջև եկավ, ինչ որ մարած էր։
Միջև ոն մարած էր։ Չէ՞։ Okay, ես հանգիստ էի, եկեղեցի գերտայի ամեն օր։ Ամեն օր գերտային այդ ժամանակ։ Ամեն օր հանգիստ էի։ Բայց դերը հանգիստ չէր մեջս։ Դերը okay չէր ադորել։ Ասել գուզեմ որ խիղճս ինձ չէր հանդիմաներ, բայց ոչ թե որտեղ խիղճս արթուն էր եւ հանգիստ էր, ինչպես Բողոսը գսե, խիղճս մարած էր, բարգեցուցած էի։ Չէ՞։ Ուրեմն եւ որ սիցեզի հանգիստ կլանք մինչեւ իրականությունը մեր դիմաց կա։ Եվ հոն երկու ընդրություն ունենք։ Գամ գմարեմ նորեն, բադվեր ինչի գիտա որ ես ոնցուտ խոսեցա, ասա օքեյ ասա։ Ես ալկացի, աղոթելու կացի եւ շնորհքի բահ ունենք եւ գաղոթեմ, բամ մչեմ սկար։ Գաղոթեմ լեզու խոսիմ, բամ մչեմ սկար։ Գուզեմ աստծոյին լսել, բամ մչեմ լսեր։ Բայց խիղճիս մեջ գլսեմ, որ երթամ եւ խոսիմ հետը։ Խիղճիս մեջ չեմ լսեր ուղագի, բայց խիղճիս մեջ գլսեմ կնա խոսե հետը։ I hear him in my conscience։ Ուրեմն գտիմանամ աղոտ կգվերջանա, գերտամ կովը սիբադվելի ես սուտ խոսեցա, հոն քեզի ասի որ այդպես բամը չի գա, բայց հիշեցի որ գա։ Եվ բադմեցի իրեն։ Եվ հոն դերը ամիջապես փուժեց հարցը, ամիջապես կագվեցավ, ինչ որ էր, խաղաղություն եկավ։ Ոչ ձեծ գերա, ոչ իմ վրաս բորած, ոչ ուրիշ բան, այ բարձրապես սխալս մեղքս խոստովանեցա։ Եվ ինչ խաղաղություն եկավ աստուծո։ Որովհետև Սուրբ Հոգին մտիկ ընել ամենակեղեցիկ բանն է։ Ամեն։ Okay։ Եկեք դառնանք Դավիթին կյանքին, այս բադմության 2 Samuel 11, երկրորդ թագավորաց 11, բադմությունը շատերուս հայտնի է, պիտի բադմեմ եւ մեջը կարևոր գեդերը խոսենք։ Դավիթ աստուծո ընտրված, ոչ միայն ընտրված, not only chosen, բայց նաեւ օծված, anointed։ Եվ իր թագավորության ժամանակ Դավիթ կջանցվի որպես արդար, մաքուր, հարի, ողորմած, շիդակ մարդ էր, ուղիղ մարդ էր, բայց մեղավոր էր։ Եվ Դավիթ եւ մեզի հայտնի մեղքը կործեց, որ իր զինվորներեն մեկուն գինը հափշտակեց, stole the wife of his soldier, եւ իր գինը դարձուց։ Ուրեմն նախ կուզեմ նայել առաջին երկու համարները, առաջին համարը մի դիգարտամ, հետեւյալ դարին թագավորներուն բادرազմի ելելու ադենը Դավիթ Հովապը եւ անոր հետ իր ծառաները եւ բոլոր Իսրայելը գրգեց, որոնք ամոնացիները գոդորեցին, ուրապան բաշարեցին, բայց Դավիթ Երուսաղեմ գնստեր։ Կարևոր է այս համարը, որովհետեւ բոլոր թագավորները բادرազմի գերտային։ Դավիթ նախքան մեղ կորձե, բամը ըրավ, որ պետք չէր ներ, իր գոչումեն հերու բամը ըրավ։ Ինքը բادرազմի թաշտը պետք էր լար, իր բանագին հետ։ Հոս հստակ է ինչու գսե Սուրբ Գիրքը, որ Դավիթ չքնած։ Դավիթ պետք էր բادرազմին լար ժողովրդին հետ, պետք էր իր բանագին հետ երթար, այդպես էր նույնիսկ անհավատ թագավորներուն կով։ Even the unrighteous kings went to war with their army. Բայց Դավիթ Երուսաղեմ նստեցավ գսե։ Եվ այդ ես ինչու գսեմ ցեզ այսպես, եւ որ մենք մեր գոչումին մեջ չենք լար, when we are not in our calling, բարաբուչունները գանցնենք, հադարգ ժամանակները, ցանցրույթները, դեղերը, որոնք ուղագի մեղք չեն, things that are not directly sin, բայց աստուծո հերու վիճակներ են, these are situations away from God։ Չեմ ով ասպես կսկացած է, բաղություն, հերու իր գոչումեն, հերու աղոթքի կյանքեն, հերու սուրբքի կգարտալեն, թեր մեղք չես կործած։ Բայց այդ վիճակը, որ մեկ անցնիս, եթե ադգե չստապիս, եթե ադգե չարտնաս, բիդի երթա դեղմը, որ մեղքը բիդի կա։ Հասկացաք։ Ուրեմն Դավիթ ելավ Դանիկ, այսպես կգարտան, օրմը իրիկվան թեմ, Դավիթ իր անգողինին ելավ, բալադին Դանիկին վրա կբդդեր, կքալ էր Դանիկին վրա։ Դանիկին վրայեն գին մտեսա, որ գլվացվեր։ Այդ գինը տեսնելով, այդ գինը դեսկով խիստ գեղեցիկ էր։ Եվ Դավիթ մարդ ղրգեց այդ գնոջ համար հարցուց, մեկ սավ ասիգա Ուրիային գինն է։ Իրեն իմացուցին ով է այս գինը։ So he knew who this person was. Դավիթ բադկամավորները ղրգեց եւ զանիգա գանչեց, երբ գինը անոր եկավ, Դավիթ անոր հետ բարգեցավ։ Ուրեմն Դավիթ թագավոր էր, ամեն ինչ գիտեր որ այս գինը իրը չէ, եւ իրեն հայտնեցին, այդանք չէ որ Դավիթ գինը ուզեց գինը արավ, գիտեր որ այս գինը այս մարդուն գինն է, եւ գիտեր որ այս գինը իր զինվորին գինն է։ Եվ հագարակա, եւ մեկ checkpoint ուներ Դավիթ։ Checkpoint մանցավն։ Գիտեր որ իրեն չէ, Աստվածաշունչը մեզի գսե որ դու մի փապակիր,
քու թրացիդ ունեցածը։ Do not covet what is your neighbor's, չէ՞։ Ուրեմն այս առաջին checkpoint անցնել են վերջը, ինքը հերավ։ Նախ գուզեմ ասել այդ ժամանակ ժողովրդի մեջ, մանավանդ դղամարդիկ իրականության մեջ, շատ անգամ մի քանի գիներ ունենային։ Եվ պատմության մեջ պիտի տեսնենք, որ Դավիթ ունեցավ մի քանի գիներ։ Այսպես գուզեմ գեդմը հստակացնել, I want to clarify a point. Աստված բնավ բազմագանության հետ օքեյ չէ եղած։ God never condoned polygamy. Բայց այդ ժամանակ մարդիկ իրենք այդ քայլերը գարնեին, որև չէին զսպվեր, եւ Աստված ուղղակի չէր խոսած ադոր մասին, մինչեւ որոշ ժամանակը։ He hadn't directly spoken about those things until a time. Բայց Աստված օքեյ չէր այդ մեգունել։ Աստված արդեն ինչ ասավ սկիզբեն ծննդոցի մեջ, ասավ որ ասոր համար մարդ պիտի ցկի հայրը եւ մարդը եւ երթա միանա մեգլա իր գնոջ հետ, չէ՞։ Man will leave his parents and be one, united with his wife. Ուրեմն Դավիթին գիտնալը իրեն բաժար չեղավ որ ինքն շիդագանի։ Knowledge is not what makes you humble. Knowledge is not what makes you do the right things. It is yielding to the Holy Spirit. Շատ անգամ բաներ կա գիտես սխալ են։ Միլիոն բան կա գիտես սխալ են, դեր գնես։ Գիտնալը չէ հարցը։ Քու հոգիդ մեջ ըսկայնությունը մարելն է հարցը։ Եվ հոն է որ Աստծո մեջ գրնանք հերանալ։ Գուզեմ նայենք այս մեկը Հակոբոս 1:15 Yev, then after desire has conceived, it gives birth to sin, and sin, when it is full grown, gives birth to death. Astea հայրենով ալգարտանք Առաջին 5 15 կներեք Աբա ցանկությունը հղանալով մեղքին ծնունդ կուտա, իսկ մեղքը երբ որ իր լրումին հասնի մահվան պատճառ կլա։ Ցանկությամբ կսկսի, չէ՞։ Մեղքով չսկսիր։ Ցանկությամբ կսկսի։ Դավիթ իր գոչումեն հերու կորձի մեջներ, դանիքին վրա որ կորձ չուներ հոնլալու, պետք էր բادرազմի թաշտին վրա լար։ Աստուծո մե հերու ըսկացումները կսկսին խառնվել, ըսկացումները պաշտպանություն չունին, you're more defenseless in your feelings։ Այդ ըսկացումներու այդ վիճակին մեջ Կսկսի զգացումներով խաղալ ունենալ վեր եւ վար ոչ թե որև չար մեկնես բայց որովհետեւ առանց Աստծո չենք կանչված ապրելու we are not called to live without God եւ որ այդ զգացումները կսկսին խաղալ եւ չես կնարդուն հոն որոշում առնել գարդես թե այդ զգացումը գարնես հղի գլասադոր հետ եւ գսե այդ մեկը հղության վիճակի պես երբ որ հասունա ոչ մեկ անգամ են երբ որ հասունա այսինքն 9 ամիսի կորձը անցնի մեղքը գուկա Մեղքը ծառերուն վրա չի փուսնիր։ Այսպես չի կար մեղքը։ Մեղքը կսկսի Սուրբ Հոգին չլսելով, ըսկացումները, միտքերը Սուրբ Հոգին չհանցնելով։ Անորամարսի do not grieve the spirit of God։ Մի արհամարեր Աստծո Հոգին, մի դրդմեցներ Հոգին Աստծո։ Այսպես կսկսի։ Անորամար եւ ոչ մեկը գսե որ ես դգար եմ մեղքին թիմած, այդպես բան չկա։ Չկա այդպես բան որ ես դգար եմ մեղքին թիմած։ Ես դգար գլամ լսելու, այսինքն կամ որոշած գլամ անսկամ գրնամ դառնալ Սուրբ Հոգին խոսքին եւ ադի ինձ արիտ կուտա որ դգարը լամ վերջը որովհետեւ գարձես թե պաշտպանությունս չեմ արած օրինակ բդամ ցի վակցինի խաղապարը բադվաստի խաղապարը հիմա ես հերու պիտի մնամ ընդհանուր այս նոր վերջին վակցիները թե ինչ բայց գսեմ ընդհանուր վակցինի խաղապարը գիտության մեջ in science վակցինը գդրվի որ մեկը եւ որ 4 օրը կա թիմացը գարենա գնալ չէ այսինքն բադվաստվածը լա պաշտպանություն ունենա եւ որ չարությունը կա ինք դեսնե Եվ արդեն չազդվի, ինք որոշում կարենա առնել, որ ես պաշտպանված եմ։ Բայց շատ անգամ այս մեկը մեր օրվան ընթացքին գլա։ Եվ որ մենք մեր կյանքերը կշինենք Աստծո խոսքով, գարթալով, Աստծո երեսը փնտրելով, մենք կբադվաստենք, we vaccinate ourselves։ Կբադվաստենք մեր անձերը այդ օրերուն դիմաց, որ Դավիթ ադգե անցավ։ Okay, ուրեմն Դավիթ ինչ արավ, այդ գինը փերավ, այդ գնոջ հետ բարգեցավ, եւ վերջ գիներեն լուր գրգեց որ հղի եմ։ Okay։ Հիմա ուրիշ checkpoint մգար։ Դավիթ իմացավ, որ այս գինը հղի էր։ Երկրորդ checkpoint-ն էր, որ մեղքդ խոստովանե։ Քնա եւ դու խոսե Ուրիային հետ։ Քնա այս մարդը գանչի, ասե ես դու ինչ ըրած ես։ Թակավոր ես։ Քնա գանչի աս մարդը։ Դավիթ քնած գանչեց աս մարդը, սա վետս ջաշկեր։ Եվ վերջը սա որ քնա գնոջդ մի գերցուց իրեն, հյուրասիրեց իրեն, ընկեր եղավ իրեն, խապեց իրեն
Ուրեմն առաջին checkpoint անցնել են վերջ, երկրորդ ժամանակ այլևս պիտի խապես, որ առաջին սխալը ծածկես։ Գուզեք միասին նայենք, որովհետև մեջ են անցնենք 6 Դավիթ Հովաբին հրաման ղրգեց եւ ասավ Ուրիան ինձի ղրգե Հովաբն ալ Ուրիան Դավիթին ղրգեց երբ Ուրիան անոր եկավ Դավիթ Հովաբին ողջությունը եւ զորքին առողջությունը եւ բادرազմին վիճակը հարցուց he had a casual conversation how is the army are we good in the battlefield ամեն ինչ հարցուց մարդուն Դավիթ Ուրիային ասավ դունդ իջիր ու ոտքերդ լվա Ուրիա թագավորին բալադեն ելածին բես անոր յետևեն թագավորեն բարկև կնած եւ Ուրիա իր գնոջ բոլոր ծառաներուն հետ բալադին թուրը բարգեցավ եւ դունը չիջավ Այս մարդը այդքան հավատարիմ էր he was so faithful եւ իր իրավունքն էր դունը երթալ չկնացավ թագավորին ծառաներուն քով բիդի մնամ եւ քիշերը հոմ բիդի անցնեմ եւ հաջորդ արդու Դավիթ իրեն ասավ ինչու չկացիր Դավիթին բադվեցին եւ ասին թե Ուրիա իր դունը չիջավ Դավիթ Ուրիային ասավ Դու ջամփային չես եկած, հոգնած չես, բادرազմ եկար։ Քեզի հազիվ գանչեցի, որ հանգիստն ես բادرազմեն, ինչու հոս կբարգիս։ Եվ բարասխանեց Ուրիան, Դաբանագը եւ Իսրայել ու Հութան վրաններու մեջ կնստին եւ իմ դերս Հովապը եւ իմ դիրոջս ծառաները փաս թաշտի մեջ կփնագին։ Ես ուդելու եւ խմելու եւ գոնոջս հետ բարգելու համար իմ դունս երթամ։ Ինչպես ես ունեմ ասենք բամ երբ որ ամբողջ բանակը վրաններու դակ they're sleeping in tents on the battlefield ինչպես ես այս մեկը նեմ հիմա Դավիթին խիղճ հոս բիզնես քեշ պետք է սկա այս մարդ վերջ կան շատ եղավ կփավե կոնե լաց կոնե սորի բամս է չէ չի փավեր Եվ Դավիթ 12 verse 12 Դավիթ Ուրիային ասավ այսօր հոս մնա ու վաղը քեզի կղրգեմ Ուրիա այն օրնալ հետևյալ օրը Երուսաղեմի մեջ մնաց Դավիթ հրավիրեց Զանիգա անոր արչև գերավ խմեց եւ Դավիթ Զանիգա քինով ցույց չի պավեր հաջորդ հանգրվան բիրանցին ավելի խորունգ բիդի երթանք եւ որ checkpoint գանցնիս գամ լման իդ բիդի թարնաս եւ աստված փրգեք ես սխալետ գամ ավելի խորունգ բիդի երթաս առաջինը ծածկելու համար եւ ավելի քեշ դեղը բիդի երթաս գնաց անձնական քինով ցույց մարդը նորեն գնոջկով չգնաց հոն բարգեցավ այս անգամ Դավիթ որոշեց ուրիշ դեղը բիդի անցնի Այս անգամ իր զորավարը գանչեց Հովապը եւ իրեն ասա որ ղրգե բادرազմի ամենաթժվար դեղը թիր եւ ամենաթժվար դեղը եւ որ թշնամին հարցակի դուք իդ քաշվեցեք դուք կսպանվի եւ այդպես սրա որը թակավորին ուզածը խոսք էր ինչ որ է թակավորը սեր այդպես կլա բան ամենաթժվար դեղը գդանին եւ կքաշվի բանակը եւ Հովապը հոնգը մեռնի եւ գինը հղի կմնա Եվ զավակ գունենա։ Եվ գուցեմ ցեզի բադմել որ Դավիթ ժամանակ մգա 9 ամսվա ժամանակ մգա որ Դավիթ թակավոր մնաց։ Դավիթ Աստծո ընդրված մարդը մնաց։ Դավիթ երգիրին դերն էր։ Դավիթ արդարությունը ռավ նորեն լավ կորձեր էր։ Մեկը չսավ Դավիթ չար թակավոր դարձավ։ Դավիթ շիրա կորձեր էր։ Բայց այդ հարցը Աստծո հետ չէր լուծած։ That issue was still between him and God։ Աստծո ցայնը չէր լսած ադոր մասին։ Մինչև որ Այսինքն Դավիթ իր խիղճը his conscience բարգեցուց հանգիստ լավ կորձեր էր բادرազմը հաղթեց երգիրը շինեց բալադին բադուանները նորոգեց ով գիտե լավ որբերուն հոգ տարավ ինչ կուզես հրավ բայց իր հարցը Աստծո հետ չէր լուծած Okay ուրեմն նայեցեք երկրորդ թագավորացի մեջ նորեն 12 մինչև որ Նաթան մարգարեն Այս Նաթանը շատ հարցեր կհանի որտեղ միշտ իրականությունը կխոսեր Նայեցեք ինչ բարերով գուքա իրեն Նախ բանությունը պիտի բանեմ գսե հարուստ մարդ մգար որ ուզածի չափ արչար ուներ ոչխար ուներ այծ ուներ ամեն ինչ ուներ եւ այս հարուստ մարդը հյուր մգունենա he has a guest over եւ գիտե որ իր տրածին կովը մեկ ոչխար ունի որուն բեբեկի պես հոգ կդանի իր ընտանիքին անդամ է գարձես գսե գուդե գերցնե իրենց իր մեկ հադիկ ոչխարն է եւ այս հարուստ մարդը գուզե հյուրասիրել as իր հյուրը եւ գորոշե որ իր հազարավոր ոչխարները չի կորձած էր գերտա տրածին մեկ ոչխարը գառնե գմորթե գուդա եւ Դավիթ արդար թակավոր Դավիթ ինչ պետք է լա այսպես մարդուն անշուշտ պետք է մեռնի արդարություն կհասկնա մարդ անշուշտ պետք է մեռնի գսե եւ 4 անգամ հադուցումը լա 4 անգամ ետ թարնա ինչ որ կողծված է եւ Նաթան իրեն գսե այդ մարդը դու ես
Գնաս իրական ինչ սերի այդ մեկը։ Ինչպես ասի Բողոս կսե որ ես խիղճս հանգիստ է գսե, բայց ես չեմ գնար ասել որ ամեն ինչ լման չի դագե, որովհետև միան Աստված է դադավորը։ Եվ այդ Սուրբ Հոգին ցայնը չգործնցնել շատ կարևոր է։ Որև գարդոն է որ մենք սխալ դեղը գորուստ է չանցնենք։ Եվ նայեցեք անգևեջ Դավիթին քեղեցիկ բաժինը, անչե որ լավ թագավոր էր։ Ամենակեղեցիկ բաժինը Դավիթի մասին, անի որ բոլորս գրնանք ըսկան ինչպես Դավիթ կսկա։ Բոլորս ուշ կամ գանուq գինանք, սխալի մեջ գինանք։ Բայց Դավիթին ամենակեղեցիկ բանը աներ որ Դավիթ սխալը չեր գրգներ։ He wouldn't repeat. Դավիթ Աստուծո քալեն վեճ քովը գմնար։ Սխալեն վեճ կփաթվեր Սուրբ Հոգին գսեր ես քովը չեմ ուզեր երթալ։ Ամենակարևոր գեդը Դավիթին հաջողության այս մեկն էր։ Սիրտը գմակրեր։ Աստվածաշունչը մեզ գսե երբ որ Աստուծո առջև գնանք եւ որ ցերկ պիտի բարձրացնենք թող այս ցերկերը սուրբ լան գսե։ Չի նշանակեր այս ցերկը չէ սխալած։ Գսե բայց այս ցերկը որ ինձ պիտի բարձրացնես թող սուրբ լա, սրբե։ Իր առջև դիր։ Ամեն։ Ուրեմն Դավիթին աղոթքը որ գնե իր մեղքեն վերջ կցույց կտա Դավիթին սիրտը։ Ուզեմ նայենք Սամոս եւ այս Սամոսը շատերս գիտենք 51 եւ ուզեմ բարերուն քեղեցկության անդրադառնանք Create in me a pure heart, O God, and renew a steadfast spirit within me. Իմ ներսս բարի սիրտ ստեղծե, մաքուր սիրտ ստեղծե եւ քու հոգի թող հաստատես, հաստատուն բահես, steadfast. Այսինքն շարունակող, ամուր, զուսպ։ Եվ նորեն շնորհի Վահանին, ուրիշ բան մտցեմ ցեզի, որ գխոսենք ինչպես մեր վարմունքները դեղեր գերտան առանց կոնտրոլի, մեր մարմինը մեզի դեղեր կդանի, բայց եւ որ մենք Սուրբ Հոգիով քայլող մարդիկ ենք, Սուրբ Հոգին մեզի գուտա զգաստություն, այսինքն self control գուտա։ Սուրբ Հոգին գուտա դերմը որ թուն առաջ շատ թյուրին է սխալը բիդներ, շատ հեշտորեն է սխալը բիդներ, հիմա գարդես մեջը կարող ես չնել այդ սխալը։ Կարողություն ունիս չնելու, որովհետեւ քեզ բահբանող եւ քեզի հսկող հոգի մը գակու մեջը, steadfast spirit. Okay? Եվ անգևեջ կշարունակեմ Do not cast me from your presence or take your Holy Spirit from me. He said those words because he didn't have the Holy Spirit yet. Դավիթ ագավին Սուրբ Հոգին իր մեջ չեր ապրեր, այս բարերով խոսեցավ, Restore to me the joy of your salvation and grant me a willing spirit to sustain me. Ինձ դուր գամեցող հոգիմը, փափակող, այսինքն փափակող ինչ փափակող, քու գամքդ ուզող, որ եւ որ ես ուզեմ, փամը իմ ուզածս կու ուզածը տլա։ Իմ սիրտս սկսի փափակիլ, ինչպես դու գուզես, ոչ բادرազմը լա միշտ, իմ եւ քու միջևդ։ Okay? To sustain me, this բահելու համար։ Okay? Եվ վերջը գշարունակենք 16, այս բառը շատ գեղեցիկ է, հայերենով ասեմ, վասնզի դու զոհի չես հաջիր, որ զանիգա մադուցանեմ։ Ավելի քարնուկ դալով քեզի, ավելի նվիրատվություն ունելով Աստուծո, ավելի որփանոցներ շինելով դու չես ուրախանար գսե։ You do not delight in sacrifice or I would bring it. Գնեի, ես հոժար եմ գրնամ մնել գսե։ Մենք իրենք Դավիթ վերջը դաջարը շինեց Աստուծո, Սողոմոնին հետ միասին, չէ՞։ Դու ողջագես ալ չես հաջիր, ողջագեզի ալ չես հաջիր, Աստուծո զոհը գոդրած հոգի է, գոդրած ու խոնարհած սիրտը ով Աստված, դու չես անարգեր։ Աստուծո գսե, դու չես մերժեր, դու չես անարգեր գոդրված հոգին։ You do not despise a broken spirit. Եվ ադոր համար Դավիթ մեծ էր։ Որտեղ միշտ գիտեր Աստծո առջև խոնար մնալ։ Հիսուս եւ որ եկավ եւ Փարիսեցիներուն թիմած գեցավ, հանդիմանեց։ Այս մեկն արու պատկիշեր խոսես անգետը հիշես։ Ասինք որ քավաթի մորինագը արինք, չէ, քավաթը գարնես, դու խաղապար չունիս այս քավաթի մեջ ինչ կա։ Բացի այդ ինձ շատ լավ գճանչնաս, ասոր մեջ ինչ կա։ Cold brew, ոչ սուրճ։ Okay? Պետք է գիտնաք, որտեղ ես միան cold brew։ Բայց օրինակ գուտամ։ Okay, ասել գուզեմ որ դու դուրսեն չես գիտեր քավաթի մեջ ինչ կա։ Չէ, բայց ասված շատ լավ գիտե ինչ կա մեջը։ Գսե դուք Փարիսեցիներ գեղձավորներ քավաթին դուրսը լավ մը գփայլեցնեք։ Բայց ներսը գսե գեղդոդությամբ լեցված է գսե։ Եվ գսե կարևոր է ներսինը մաքրեք, որովհետեւ Աստծո հետ խաղաղություն ունենաք։ Ուրիշ բան ալբիցեմ Աստծո մասին, եւ եթե գրնակ բանալ Կորց Կարակելոց Acts 3:19 ասի գխոսվի
Եվ որ բժշկությունը գլա գաղ մարդուն 3:19 Repent then and turn to God so that your sins may be wiped out that times of refreshing may come from the Lord. Հայերենով գսե ըսփոփանքի ժամանակները կան երբ որ ապաշխարես։ Ապաշխարությունը այսպես միան ներողությունը սել չէ։ Գսե Աստուծո քաչալերով, զորացնող, հանգստացնող հովը պիտի կա քո մեջդ գսե։ Ըսփոփանք իրենք ցել ըսփոփել, մեգո մխիթարել, քաչալերել, զորացնել։ Գսե refreshing times։ Եվ ամենալավ դեղն է սկսելու Աստուծո հետ։ Բենդը վեր գնահրամել։ Ուզեմ այս բանով ավարտել։ Շատերը սկսենք, որ եթե ես լսեմ գնեմ, եթե Աստված ինձ ասե, ես արդեն մտիկ գնեմ։ Ճիշտ է։ Մենք այսպես գսենք։ Բայց շատ անգամ չենք լսեր ասածը, որև առաջին checkpoint-ը, որ խիղճն է, անոր մտիկ չենք գներ։ Շատ անգամ Աստված մեզի գխոսի հոս։ Եվ ինչքան դու մոդենաս, ինչքան մդերիմը լաս, այնքան քու խիղճդ գվարժվի, գսորվի լսել Աստծո ցայնը։ Այլևս կսկսի շատ հստակ լսել իր ցայնը։ Եվ Եսայայի գիրքը մեզի գսե 30-ի մեջ Ազիա 3 գսե երբ որ դու քալելու լաս աչ թեցախ պիտի լսես հսպսուկը ագանչիտ երբ պիտի լսես այս եջամփան աստեղին քալե։ Ուրեմն Սուրբ Ոգին մեծ փափակ ունի որ քեզի խոսի։ Բայց Սուրբ Ոգին կսպասե։ Սուրբ Ոգին իր գամքը չի բարդատրել։ He does not bully us into submission. Սուրբ Ոգին կսպասե իր հերթին։ Կսպասե որ ես մոդենամ, կսպասե որ ես փափակիմ իր առաջնորդությունը։ Եվ որ ես փափակիմ իր առաջնորդությունը, շատ բաներ պիտի լսեմ։ Անոր համար սկիզբսի, եւ որ հավատքի գանք շատ բաներ ավելցան, շատ դժվարություններ ավելցան, այո, որտեղ սկսա հասկանալ, սկսա իմանալ իմ դգարակիրիս մասին։ Հասիգա հիմա արի եւ հիմա մեջս ինձի մեկը գսե որ ասիգա չէ։ Ամեն։ Եկ դիրոջ արչև գնանք եւ փափակինք որ դերը մեզ սփոփե, փափակինք որ Դավիթին պես դիրոջ քաչալերանքը կայ որ մենք կաշխարենք։